Լռեք մի հատ, հա։ Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, ասցի լռեք հենց հիմա։ Հայաստանի վարչապետը հունից դուրս է եկել լրագրողի հարցի պատճառով։ Մեր գործընկերը Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե ինչու իր նկատմամբ խուլիգանություն կատարած վարչապետի աջակիցները ազատության մեջ են, իսկ Սուրբ Աննա եկեղեցում կիրակնօրյա աղոթքի եկած դպրոցահասակ տղան ժամերի ընթացքում ձերբակալվել, ապա երկամսյա կալանք է ստացել։ Երկու քրեական գործ կա, որով ես տուժող եմ, ձեր աջակիցները հարձակվել են իմ վրա, օրինակ վերջին դեպքը եղել է Մայրաթոռի բակում, հարվածել են, ես տուժող եմ, բայց այն անձով տեսախցիկի առաջ ուղիղ եթերում հարվածելա, այդպես էլ չի հայտնաբերվում, մեղադրյալ չկա։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակահատվածում ինձ հարվածել են դրոշի կոթով էլի ձեր աջակիցները, իմ օպերատորին շշով, բայց էլի մեղադրյալներ չկան։ Ինչպես է ստացվում, որ ձեզ դեռ չկպած մարդիկ հայտնվում են քրեակատարողական հիմնարկում, իսկ մեզ հարվածողները, մեզ խոչընդոտողները, մեր ընտանիք ներխուժողները, մեր նկատմամբ ֆեյքային արշավ իրականացնողները այդպես ազատ շրջում են։ Ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք հազար ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրականացնում եւ դուք իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի ոտքերի տակ, որ մարդիկ տրորելով ձեր վրայով քայլեն եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին, որ ձեր վրայով չեն քայլում, որովհետեւ ձեր նպատակն է իմ կներեք